Ավալ մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես վերջերս կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ նոր սահմանադրությամբ իրենք հանելու են անկախության հռչակագիրը, որովհետեւ դա պատերազմի հող ոտք դնել է։ Ասաց ոչ մի Արցախի անուն չպետք է հնչի, խորաններից գնում եք Արցախ եք ասում, ինչ եք ուզում պատերազմ եք ուզում, դուք դրանով պատերազմ եք ուզում բերել։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ ինչ եք առանձնացրել նաեւ այսօրվա համար, համեցեք։ Բարև ձեզ, ես չեմ ուզում անդրադառնամ հենց իրեն ասած խոսքերին այդ խոսույթին, որովհետև ինչի հետ կապված։ Այս վերջի ժամանակներն է, թե մշտական, եթե Ադրբեջանի ղեկավարը լսում ես, ինչ խոսույթ է օգտագործում, ինչ մտքեր, ինչ ձևակերպումներ է օգտագործում, ընդհանրապես ամեն մի բառի, ամեն մի մտքի մեջ դա պատերազմ է, դա մարտահրավեր է։ Հենց Ադրբեջանի ղեկավարը ամեն մի իրանց խոսքի հետագա ծրագրերի կամ մոտեցումների կամ հղումների մեջ դա մեր հայ ազգի, մեր ժողովրդի համար դա պատերազմ է, դա մարտահրավեր է։ Հիմա ես ներկայաշխանությունը մեր այսօր որ խոսքի այդ ձևակերպումը Արցախի շարժման անունը չտալու համար կամ Արցախի անունը փակելու համար այդ բոլորը ի նկատի ունենալով որ դա պատերազմ ենք մենք հայտարարում ես նորից եմ ասում ստեղ ներկայաշխանության պարտության արդարացման միակողմանի ձևակերպումն է ներկայաշխանության պարտությունը ես մի քիչ հետ գնալով մենք պարտություն ենք կրել հենց 18 թվականի սրանց գալով իշխանությանը։ Դա եղել է մեր առաջի պարտությունը։ Մենք ընդհանրապես դրա վրա ուշադրություն չենք դարձրել հաշվի առնելով սրանց այն սուտ խոստումների, այդ ձևակերպումների կամ լավ ապագայի վաղվա հզոր Հայաստանի, այսօր որ նույն բաներն են օգտագործում, ինչքան նկատել եք Քարոզարշավի սրանց թե ժամանակվա, թե 21 թվի վերընտրման ժամանակ, թե հիմի 26 թվի վերընտրվելու համար, որ սրանք օգտագործում են նույն թեզերը, նույն մտքերը, նույն խոստումները, նույն հզոր բառերը, այդ հզոր բառը միշտ օգտագործելով, հիմի կարող է մի քանի մտքի բառերի ձևակերպումն են փոխել, բայց նորից հետևելով, տեսնելով սրանց կառավարման ժամանակահատվածում ինչ ողբերգական մենք ազգովի օրերի ենք հասել ու կորուստների, ի տարածքային կործանումների, կորուստների, սա մեր համար բավարար խոսքի բաներ է, որ մենք ամեն մեկս նորից ասելով, որ ոչ թե ասենց ելույթների կամ խոսքերի մեջ արտնացնելով մեր ազգի մեջ ինչ որ բաներ չէ պետք չի ժողովուրդ ամեն մեկը գիտակցաբար ամեն մեկը ականատես լինելով ամեն մեկը մասնակից լինելով այդ ժամանակահատվածում բոլոր այդ իրադարձություններին դուք տեսել եք մենք ինչի ենք հասել դրա համար այսօրվա իրավիճակում սրանց բոլոր տված խոստումները հենց դա նոր պատերազմի բան է ստեղծելու սրանց տված նոր խոստումները վաղվա լավ ապագայի կամ ուժեղ Հայաստանի հետ կապված, սա նոր պատերազմի հիմքեր է, սկզբունքներ է, վաղվա օրը, որ մենք դա գալու ենք, որ ասում ենք, գլխներիս էլի գալու ասենց մի հատ մեծ աղետ։ Ինչի համար, նորից ասեմ, զուգահեռ սրանց ասած մտքերը, Սրիկա Ալիևի ասած մտքերը, ամեն ձևի համընկնում է։ Ալիևը բաց է խոսում, մենք աշխարհում, խոսքը աշխարհում մեր թշնամուն նման բաց խոսքի անկեղծ թշնամի չունի ոչ մեկը մեր թշնամին բառացիորեն ասում է մեզ հետ ինչ է պատահելու կամ ինչ է պատահել ինչ է լինելու ինքը ինչի է պատրաստվում թշնամին բաց բոլորիս ասում է ներկայացնում է տարբեր բաների մտքերի ձևակերպումներով էլ օրինակ բերելով խոսքի որ Հայաստանի օդը մենք օգտվում ենք այդ բանից, այդ հնարավորություններից առանց հարցնելու, առանց քննարկելու Հայաստանի իշխանությանը կամ այդ վերաբերում է ներկայաշխանության մասին։ Ինչի մասին է սա ասում։ Էլի անդրադառնալով Ալիևի ախորժակի մասին է, չէ՞ խոսում։ Ալիևի հաբրգված Ալիևի այդ կերպարի մասին է, չէ՞ խոսում, մարդասպան այդ կերպարի մասին է, չէ՞ խոսում։ Ալիևը տասնյակ տարիներ առաջ կարող էր տենց խոսել։ Ոչ։ Ալիևը որ ատամները ջարդած ա եղել 90-ական թվերին, իր հոր ատամները ջարդած ա եղել։ Այսօր տղեն վերականգնելով իր կերպարը բանը սենց
թեվ բաներով sense խոսելով ինչ որ հզորությունից է խոսում, ուժեղից է խոսում, ուժեղ լինելուց է խոսում, բայց Ալիևը տենց ուժեղ տղա էր։ Ինչի համար չի հայի հետ ճակատ կռվում։ Ինչի համար էր վազում կամ ինչ որ ասել, որ խոսում է իր ուժեղ լինելու համար, ասում է Թուրքիայի հետ միասին, մնացած պետությունների ինչ որ դաշնակից պետությունների հետ միասին։ Եթե Ալիևը կամ ադրբեջանցին, եթե տենց հզոր են, խիչ են ճակատ հայի հետ կռիվ մղում, որովհետև պարտվել են, որովհետև պարտվելու են կրկնապատիկ, որովհետև դրա մեջ այդ ազգի, մեր ազգի հայմատաբար տարբերությունը հենց դրա մեջ է, որ մենք մեր էությունով հզորությունը, որ մենք հենց դրա մեջ է, մենք եթե դավաճան չունենայինք մեր ազգի մենք պարտություն չէինք կրի, եթե մենք սրիկա այդ փող սիրող, այդ սուտ թեզեր տանող, այդ կեղծ հայրենասեր մարդիկ չգային ղեկավար իշխանությանը, մենք պարտություն չէինք կրի։ Հա կռվի մեջ լինում է ինչ որ նահանջ, կռվի պատերազմի ժամանակ ինչ որ հիմա տարբեր հատվածներում փոքրատիվ պարտությունների տենց դրվագներ ա լինում։ Դա մենք եղել տեսել ենք 90-ական թվականներին, բոլորդ էլ հիշում եք, որ էլի եկել հասել է Մարտակերտի կեսներ վերցրած Արցախի ընդհանրապես տոկոսային հարաբերության ահագին մասը գտնվում էր ադրբեջանցիների տիրապետության տակ։ Հետո ինչ կատարվեց։ Հետո ջախջախեցին, չէ՞։ Հետո ազատագրեցին, չէ՞ Արցախը։ Ազատագրելուց հետո տասնյակ տարիներ մենք այդ հպարտությունը, այդ հաղթանակը կարողացանք, չէ՞, միշտ որ ազգովի որ ասում ամեն օր, ամեն ամիս նշանակալից այդ օրերը հպարտ նշենք, չէ՞։ Ներկա իշխանությունը ինչ թողեց։ Ներկա իշխանությունը իրականացրեց ադրբեջանցու կամ Ալիևի երազանքը։ Ներկա իշխանությունը բացի դրանից շարունակական այսօրվա իրավիճակում իր պահվածքով էլի տանում է այդ նահանջելու բանով, տրամաբանությունով, զիջման տրամաբանությունով, դրա տակ խոսքի բան անելով, սենց կեղծ ձևակերպելով խաղաղություն հասկացողությունը, որ է խաղաղություն, որ ինքը դրա հետ կապել չունի, որ է խաղաղությունը, որ իրա թելադրում են դրա մասին, այն խաղաղության մասին, որ մեր ազգի այսօրվա իրավիճակում անընդունելի կարգավիճակ է, խոսքի այդ խաղաղության մասին, որ այսօր այդ ընդհանուր այդ պատերազմի բանը օգտագործելով ներկա իշխանությունը, մեկ էլ հռչակագրի մասին է խոսում, անկախության հռչակագրի մասին է խոսում։ Անկախության հռչակագիրը հանել, չհանելով, Արցախի մասին հանել, չհանելով այդ միտքը, դու այսօրվա իրավիճակում պատերազմը չես կարելու կամ էլ Թուրքի կողմից այդ իրավիճակը, այս հայ ազգի նկատմամբ իրենց տրամադրությունը չես կարողանալու դու զսպես։ Արցախի հիմնախնդիրը միայնակ այն ձևակերպումն է, որ Թուրքիա խորժակը կարած փակես։ Արցախի հիմնախնդիրը կամ Արցախի հետ վերադարձը Արցախայությանը, հայկական Արցախ, այդ հարցի կարևորությունը ու առաջնային տանելը դա Թուրքի թշնամու զսպելու զենքն է։ Այսօրվա պարագայում ոչ մի հասկացողություն վաղվա լավ օր տնտեսության զարգացում կամ մյուս ինչ որ երկրի զարգացում դու չես կարողանալու իրականացնես նմանատիպ թշնամի ունենալու հանգամանքով, որ այսօրվա իրավիճակում այս որ ասում շրջափակման մեջ ես դու մինչև այդ թշնամին չգտնվի հարյուրավոր կիլոմետրներ հեռավորության վրա դու ես քո մայր հողում զարգացում չես տեսնելու թշնամին չի ուզում քեզ զարգացած տեսնի թշնամին չի ուզում դու լավ ապրես թշնամու ծրագրի մեջ դու չկաս ընդհանրապես դրա համար իրա բոլոր ամեն միտքը ձևակերպումը այդ բաները իր հանրության մեջ դա մեր համար պատերազմ է դա մեր համար մարտահրավերներ է ժողովուրդ սրանք որ ասում են նա ներքին լսարանի համար ասում ներքին լսարանի համար Արցախ կորցրինք ներքին լսարանի համար եկան հասան Սյունիքի որ ասում այս սարերը ներքին լսարանի համար Հայաստանի տարածքային ամբողջության մի մասը գտնում է իր տերապետության տակ հիմի ձեր ասածն է իրականություն թե նրանց այս նիգազիա թուրքերի ասածն է իրականություն դառնում հիմի այդ իրականությունը ով է դրանց առիթը տալիս դուք եք չէ տալիս ձեր իշխանության օրոք եք չէ տալիս ձեր վախկոտ ձևակերպում կերպարով եք չէ տալիս բոլոր այդ հնարավորությունները հիմի այդ պարտության սիմվոլ ուզում եք ազգային մեր ճակատին կպցնեք Հիմա այդ սիմվոլով, այդ պարտության սիմվոլով, խայտարակ սիմվոլով ուզում եք մեզ հարյուրավոր տարիներ պիտակավորենք մեր ազգի գլխին կամ մեր ազգի վրա, չի ստացվելու, չպիտի թողենք, չպիտի թույլատրենք։
Այսօրվա իրավիճակում էլ եթե օրինակ որ դաշտով ենք, օրինակ որ բանով ենք, ուղղության վրա ենք խոսում, գալիք ընտրություններում այս պատերազմը մենք պիտի հաղթենք։ Գալիք ընտրությունները պատերազմ է։ Մեր ազգի համար, որ ասում է պատերազմ է, փորձական պատերազմ է։ Եթե այս պատերազմում մենք նորից էլի պարտվեցինք, ուրեմն ամբողջովին այդ պարտությունը 100-ամյա տարիներ գնալու է։ Եվրոմիությունը այսօրվա իրավիճակում մտահոգություն է հայտնում, որ գա մասնակցի, որ մեր ընտրությունները բանով անցնի, խոսքի ուրիշ երկրների կամ էլ ուրիշ կողմերից ինչ որ բաներ չանցնի, այդ աշխատակները կամ այդ ընտրությունները հետ կապված մտահոգված է։ Բայց Եվրոմիությունը Արցախի հիմնարմից գտնվելու այն բլոկադայի ժամանակ ժողովուրդը որ սոված կոտորում էին, բայց սրիկաները ուր էին։ Իրենց պատասխանատվությունն էլ կար, չէ՞ այդ հարցի մեջ։ Հենց Եվրոմիության պատասխանատվությունն էլ կա, չէ՞ Արցախայցյան իրավունքներից սկսած, այդ ժողովրդի իրավիճակում հայտնվելու պատճառներով, որ երկար տարիներ խոսք էին տալիս Արցախայցյանը, որ ձեր իրավունքները, ձեր բնորանը, ձեր հայկական Արցախը դա իրական պատմական սկզբունքներ, հիմունքներ ունի։ Մենք բոլոր այն ժամանակահատվածում, որ այդ ընտրությունների ժամանակ հրավիրել եկել են, մասնակից են դառել, բոլոր այն ժամանակահատվածում, որ իրավական մարդկային սկզբունքների, իրավունքների հետ կապված եվրոպական մի կազմակերպության բան չկա, որ ներկա չեն եղել, շատ շահագրգռված, եկել, մասնակցել են, մոռացել եք բոլորը դրա մասին։ Այսօր Եվրոմիությունը հայտարարում է իր մասնակցությունը, որ թույլ չտա կամ տեսնում եք, չէ՞ ինչ ժամանակահատվածում են ակտիվանում Եվրոմիության կամ էլ եվրոպական այդ սուտ կեղծ տանող մարդու իրավունքների կամ էլ մեկ մույսը բանը իրենց նպատակը այդ տարածաշրջանում կարևորացնելով։ Նույնն էլ մնացած երկրներ, այդ գերպետությունների մասին եմ խոսում։ Նայեք տեսեք Միսկի խմբը որ ձևակերպել է, ինչ սկզբունքներով է ձևակերպել, ինչ հիմունքներով է ձևակերպել։ Էլ այդ ժողովուրդը որ դե պայքարել են իրենց իրավունքների համար, իրենց անկախության համար, դրա հիման վրա է, չէ՞ բանը, բայց մենք այն ժամանակ որ մենք հաղթող կողմ ենք եղել, այն ժամանակ են մենք եկել հաշվի նստել մեր հետ։ Այսօր պարտված կողմ են, այս ներկայաշխանությունը իրենց ամբողջ էությունով պարտված կողմ են։ Պարտված ներկայացուցիչներ են, պարտված ղեկավարներ են։ Պարտված ղեկավարը մեր համար վաղվա օրը ինչ լավ բան պիտի բերի։ Պարտված ղեկավարությունը այն սրիկա մեր պատմական ճշտամի հետ ոնց կարող է հավասարը հետ խոսի։ Այն էլ նույն մարդիկ, որոնք այդ ժամանակահատվածում այդ պարտությունն են բերել մեր գլխին։ Ուր եք ման գալիս, ում եք մեղավորներ ման գալիս։ Մեղավորներ առաջին մեղավորը դուք եք։ Եթե դուք այսօրվա իրավիճակում այդ մեղավորության պատասխան չեք տվել, դուք վաղվա օրը ոնց կարաք դուք մեզ լավ ապագա խոսք տաք։ Մենք ոնց կարաք ձեր խոստումներին, ձեր խոսքին հավատակ, եթե դուք երեկվա խոսքից հրաժարվում եք, երեկվա խոստումներից դուք հրաժարվում եք։ Վաղվա օրվա այսօրվա տված խոստումները, որ վաղը լավ ապագա է լինելու, խաղաղությունն է լինելու, ոնց կարանք մենք ձեր բառերին հավատենք, կամ ժողովուրդ հանրությունը ինչի իման վրա պիտի ձեր հավատա։ Դրա համար եմ ասում, ժողովուրդ աշկներդ բացեք։ Նորից եմ ասում, եթե ուզում եք ճշմարտությունը լսեք թշնամուն, թշնամու ղեկավարներին, ինչի մասին են խոսում, մեր վաղվա ապագայի մասին ոնց են նրանք տեսնում։ Վաղվա ապագան իրենք են տեսնում, իրենց ապագան էս հողի վրա, վաղվա ապագան իրենք են իրենց ծրագրերի իրականացումը թողում մեր մայր հողի վրա։ Բայց սրանք որ երկրի մասին են խոսում, որ վաղվա ապագայի մասին են խոսում։ Եթե թշնամու ղեկավարի Սրիկա Ալիևի ամեն մի խոսույթի մեջ պատերազմի հրահանգ է, ատելության հրահանգ է, ոչ արժանապատիվ հարաբերության կամ էլ բանի մեր ժողովրդի, մեր անձամբ մեր հանրության նկատմամբ այդ ձևի խոսույթ է օգտագործում։ Որն ասեք առողջ տրամաբանական, որ ասում բոլորի համար հասկանալի է, այստեղ պետք չի նստեք բացատրեք ամեն նոր մի տարբեր հարթակներում, տարբեր ոլորտներում, որ մեր ասածը ուշքի գա կամ հասկանա ինչի ինչոց է։ Փողից հրաժարվեք, լավ փորից հրաժարվեք, նորից եմ ասում։ Դա ձեր գլխին հարամելու է։ Ամեն ինչ սրանց մատուցած թշնամու ախորժակով մեր գլխին հարամելու է։ Ասում Արցախը մոռացեք, Արցախի մասին մի խոսեցեք, կամ Արցախը, դու ոնց այս սրիկաներ, որ դու ինձ ասես իմ հոր գերեզմանի մասին ես հիշողությունս կորցնեմ, այդ դու կարաս կորցնես, դուք եք այդ նիգազյայները, դուք եք այդ դրան խոսքի այդ ձևի մարդու կերպարը։ Բայց մեր նման մարդիկ չեն կարա, մենք Արցախը չենք մոռանա, Արցախը հետ վարադարձնել լինելու է, ու իրականությունն էլ դա դառնալու է, որովհետև մեր գիտենք մենք թշնամին ով է, թշնամին ձեր նման վախկոտի մեկն է, թշնամու հնարավորությունը դուք եք տվել, դա թշնամին չի հաղթել այդ պատերազմը։ Բոլոր այդ հաղթանակները այդ Արցախի
հայաթափումը դա որ ասում եմ ժողովրդի կամքով չի եղել։ Ինձ իրավիճակում եք հայտնում բանարել մարդկանց գցել, որը ձեր տված խոստումների հիման վրա մարդիկ գնացել խապնվել են։ Ձեր տված այդ բաների խոստումներն կամ ապագան ինչ որ սուտ թեզերի վրա, հիմունքների վրա մարդիկ գնացել խապնվել են։ Այդ ձևակերպումով ա եղել, խե չգիտենք բոլորս ինչ ա կատարվում։ Բացի դրանից մի հատ էլ անդրադառնամ են ազգային ժողովում է ձևակերպված այդ բանը, այդ հանձնաժողովը որ եղել է պատերազմի հետևանքները կամ պատերազմի պատճառները ինչի իման վրա է եղել, այդ պարտությունն է, ինչի չեք այդ հարցը միջև վերջ բանանում, բացահայտում։ Երկար ժամանակ մարդիկ դռներ էին ծեծում, անհետ կորածները, զոհվածների ծնողներն, այս մեկը բոլորը Արցախը կորցրած ներկայացուցիչները հանրությունն է, ուզում եք պատճառները իմանաք, ասել եք համբերեք, այս այդ հանձնաժողովը բոլոր ձեր պատասխանները կտա, բա ուր այդ պատասխանները։ Անդրանիկ Քոչարյան, դոշ էր խփում, խոսում էր ամեն օր առավոտի ցիրիկուն, համբերեք, այս ասես կանեք, այն ամեն ինչն է հետևում եք, ձևակերպած ստից թեզեր եք ներկայացնում, մարդկանց բերում, հրավիրում, պատերազմի պատճառներ եք ուզում բացահայտեք։ Բացահայտեք ու բացահայտելու եք։ Այս այդ ուղղության վրա հələ աշխատանքներ ենք իրականացնելու։ Այսօրվա մեր իրական արժանապատվության իրական, որ ասում եմ, մենք վաղվա օրը էլի որ մենք զգանք որպես արժանապատիվ հայ, նորից եմ ասում, մենք ունենք մի քանի հզոր զենք, առաջի կետը, առաջի հարցը, բոլորին եմ սա ասում, ներկայաշխանությունը հասկանալի է, ընդդիմադիր դաշտում գտնվող ներկա այս ժամանակահատվածում նախընտրական այս քարոզարշավից սկսած այն ներկայացուցիչները, բոլորին էլ ես հրահանգ եմ անում, խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում, Արցախի հիմնախնդրից մի վախեք, առաջնային տվեք, անկեղծ պիտի մեկ բաց խոսենք, ոնց որ թշնամին է մեր հետ բաց խոսում, մենք էլ պիտի բաց խոսենք, հանրությունը պիտի ճիշտ ձևակերպումով, ճիշտ ուղղության վրա մեկ տրամադրենք այդ մարդկանց, ժողովուրդը մենք պիտի իրականությունը բանանենք, որ ինչ է սպասվում, որ այս քայլերը չանենք, կամ այս հարցի, դա չի նշանակում, որ դրա հայտարարությունը մեկ պատերազմ, առանց մեր պատերազմ հայտարարելու թշնամին պատերազմը արդեն հայտարարել, ու հայտարարելու առանց մեր հարձակման, ինչ հարձակման, մենք հələ միջև օրս պաշտպանելու մասին ենք մտածում, անվտանգության հարցերը պիտի որոշենք, անվտանգության հարցերի շուրջ պիտի այդ բոլոր աշխատանքները իրականացնենք։ Հարձակվողը նա է լինելու, պատերազմ հայտարարողը նա է լինելու, թշնամին է լինելու։ Բայց այսօր մենք պիտի այդ կարևոր հարցերի առաջնային մենք առաջ տանենք։ Այդ կարևոր հարցերի առաջ բացի տանելով դրա կարևորացման մասին էլ պիտի խոսենք։ Առանց այդ սկզբունքների մենք ո՞նց ենք ուզում վաղվա իրական հզոր հանրություն տեսնանք, համախմբված հանրություն տեսնանք։ Արցախի հիմնախնդիրը, այդ Արցախի շարժման մասին որ խոսում են, Արցախի շարժումը ինքը իր էֆեկտությունը արդեն տվել է։ Դրա շարունակությունը եղել է համախմբված ազգային ուժ, այդ ազգային համախմբված ուժն էլ պայքարել ազատագրել է Արցախը։ Ազատագրելուց հետո անկախություն եք ձեռք բերել։ Այդ անկախությունը չեն կարողացել պահելու, որովհետև սրա նման ղեկավարներ ներկայացուցիչներ են բերել իշխանության գլուխ։ Սրանց նման մարդիկ էլ գալով իշխանության մենակ պարտության կամ մենակ նահանջի զիջման բաներ ենք տեսել բոլորս իրավիճակում։ Ուրիշ ոչ մի բան մենք չենք տեսել, ողբերգություն ենք տեսել։ Հիմա ինտիմադիր դաշտում գտնվող բոլոր ներկայացուցիչները, ես ասում եմ, այն իրական ներկայացուցիչներ, այն իրական անձերի մասին, որոնք մատների վրա հաշված են, ունեք բոլոր հնարավորությունը այսօր այս պատերազմին ընտրությունների ժամանակ հաղթեք այս ներկայաշխանությունը, որ մենք վաղվա օրը չտեսնենք մեր, որ ասում եմ, որպես ղեկավարվող անձեր։ Ու բոլոր հարցերի պատասխաններ պիտի բոլորն էլ տան։ Իրականում միջև այդ հարցերի պատասխանները մենք իրական չտեսնենք, պատժված մարդ չտեսնենք, բանտում փթած մարդ չտեսնենք, ամեն մարդ, որը մեղքով ինչ-որ մարդ է տուժվել, ժողովուրդ են տուժվել, միջև հանրությունը դրանց պատիժը չտեսնի, ոչ մի ձև այս ժողովրդի մեջ այդ զարթունքը չի լինելու, որտեղ մարդիկ դրանից են հույասթափվել, հուսահատվել ենք մենք դրանից, անպատիժ ենք տեսնում, դրա համար ենք հուսահատվում, տեսնում ենք անպատասխանատվություն, դրա համար ենք հուսահատվում, մինչև երբ խոստումների վրա, խոսելու վրա, ապագա խոսելուց, արա ինչ ապագա, այսօր ղեկավարը դուք եք ապագա մի խոսեք, այսօր ստեղծեք, որ վաղը այդ ապագան լինի, այսօր որ չանենք ոչ մի բան, վաղը ինչ ապագայի մասին եք խոսում, վաղվա ապագայում կարող է դու էլ չլինես, ոչ մեկը չլինի, սրանք այնքան
սրիկա բանը խոսույթ են օգտագործում, ապագայի մասին, ապագա, այսօր ցույց տվեք, աշները չկողեք, տեսնենք ինչ եք արել այս ժամանակահատվածում, որ վաղ ապագան էլ մենք այդ հույսերը կապենք, կամ էլ ինչ-որ բան այդ նմանատիպ ձևակերպում էլ առաջ շարժվենք։ Ամեն ուղղության վրա նորից եմ ասում, այսօր Ալիևին լսելով, Ալիևը այն ձևի խոսում է, ոնց որ այս երկրի տերտերականն ինքը լինի։ Բայց դա չպիտի թողենք, հասկացաք սրանք վախկոտ են, հասկացաք սրանք իրենց աթոռները պահելու համար ամեն ինչ էլ օգտագործում էին, բայց մենք ազգովի, ազգ լինելով իրավունք ունենք ժողովուրդ տենց բան թույլ տանք։ Իրավունք ունենք թուրքով, թուրքը որ մեր վրա ծաղրի, թուրքը որ որ ասում է ինչ ուզի կամ իր բաները ինչ ուզած է ցանկությունները արտահայտի։ Արտահայտել է հասկանալի է, բայց առիթ տանք, որ այս չափսի, այս ախորժակի մեր նկատմամբ լինի։ Ազգին գետինն եք մցրել, ամոչից ես։ Հիմի մենք սաղ մեր գործերը թողած ժողովուրդը բանարած առավոտից իրիկում մենք ընկել ենք մեր արժանապատվությունը մեր հայ լինելու համար պայքարներ ենք տանում, որը պիտի ղեկավարությունը իր պահվածքով է, իր ձևակերպումով, իր աշխատանքներով է, որ մենք դա զգայինք, ոչ մի բան չենք զգում այսօրվա։ Բացի խոստումներ, մի հատ ավտոբուս եք նստում 2 ժամվա մեջ սաղ Հայաստանը ֆռում։ 2 ժամվա մեջ այս սերիկաներ Հայաստանը մինչև ձեր գալը 100 կիլոմետրներով գնում էինք չէր ավարտվում։ Բայց այսօրվա ձեր պարագայում 2-3 ժամվա մեջ սաղ Հայաստանով ֆռում եք։ Ինչ է մնացել այդ Հայաստանից։ Տեսնում եք ինչ է մնացել։ Հələ այն քարտեզներ սենց հպարտ դրել է դոշին, հարամաչում չես այդ հպարտը այն անգամ էլ ասեցի, այդ հպարտ այդ քարտեզը դոշի դնելու համար հալազատագրի այդ տարածքի մի մասը որ գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Դու չազատագրելով այդ տարածքի, որ ասում է այդ ամբողջականությունը, դնում ես դոշիդ հպարտման ես գալիս։ Ու ասում ես մեր քարտեզը սա է, մեր քարտեզը սա չի, սարից կրկնապատիկ մեծն է։ Քո գալուց եղել է ավելի մեծ, կրկնապատիկ ավելի մեծ է եղել։ Քո օրոք է դարել։ Իմ այսօր բերել է ժողովրդին համոզում ես, ասում ես, այս քարտեզը վերցրեք ու հպարտացեք, որ խոսքի մենք ոչ թե Արցախն ենք կորցրել, այլ մենք անկախ Հայաստանն ենք ձեր բերել։ Ինչ է ձեր բերել, պարտվել ես, ինչ է ձեր բերել, զիջել ես, վաճառել ես։ Դա հպարտանալու բան է։ Ամոչի արա ուշներդ գլուխները հավաքեք, նորից եմ ասում։ Ունեք բոլոր հնարավորությունները ձեր մեղքերը մեղմացնելու համար։ Բայց մենք այս հանրությանը տենց այս շիտեղ դրած առավոտից իրիկուն գնում եք եսիմ ինչ որ էլի նոր կեղծ, նոր սուտ բաներ խոստումներ տալով ման է գալիս, դա ինչա վերընտրվելու համար կամ էլի այդ աթոռը պահելու համար։ Ու ես քաղաքական եմ մնացած հարթակներում, խոսքի հանրային դաշտում նկատում եմ ընդդիմադիր դաշտի մի մասն էլ է, որ օգտագործում է իրենց օրակարգը։ Հենց իրենց օրակարգով եք շարժվում, հենց այդ սուտ խոստումների սուտ թեզորով եք էլի շարժվում։ Ընդդիմադիր դաշտում գտնվող իրական միտմատների հաշվի մի քանի մին 2 հատ 3 հատ անց կամ ուժ կա, որ իրանից այսօր մի բան է ներկայացնում։ Այն էլ որ ճիշտ ձևի ձևակերպումով ուղղորդվեն, առաջնորդվեն, այդ հաղթանակը հարց չկա, մեկից մեկը հաղթանակ ձեր բերելու։ Ամեն ձևի հնարավորություն ունենք մենք այսօր իրավիճակ փոխելու։ Ամեն ձևի հնարավորություն ունենք մենք այսօր իրական փոփոխություններ մտցնելու մեր վաղվա հետագա զարգացումների համար։ Բայց պիտի ամեն մի ներկայացուցիչ խոսելով, ներկայացնելով առաջնահերթ մեկ այդ մարդուն բանը, որ ասում է խիզախության հետ կապված է, իր նվիրվածության հետ կապված է, ընդհանրապես իր հայ կերպարի հետ կապված մենք խնդիրներ չպիտի ունենանք։ Բոլորի անցյալները մենք բոլորիս էլ տեղյակ ենք։ Ով ինչոց է։ Ներգրաված մարդիկ այսօր հզոր բարեր են, հայրենասիրություն եք խաղում։ Հələ սրանց հայրենասիրությունով մենք եկանք այս իրավիճակին հասանք։ Չպիտի թույլ տանք, իրական առաջնորդներ պիտի գան այսօրվա իրավիճակում, որ ասում է երկրի ղեկավար դառնալու։ Մենք ազգովի պիտի կարողանանք բոլոր այդ բաները հաղթահարել։ Ունեք հնարավորությունները ունեք, նորից եմ ասում, սիրելի հարգելի ժողովուրդ, ուշներդ գլուխներդ հավաքեք։ Եկեք այս իրավիճակից, որ ասում է հաղթող դուրս գանք։ Այս պատերազմը ընտրություններն առաջի պատերազմն է։ Մենք պիտի ստեղ հաղթողի դուրս գանք։